Վերջին տարիներին հայ հեռուստադիտողը ավելի հաճախ է հանդիպում Հարութ Արշակյան անունը թե երաժշտական, թե դերասանական ոլորտում։ Երիտասարդ նպատակասլաց և բազմակողմանի արտիստը շարունակում է հաստատուն քայլերով իր ճանապարհը միաժամանակ նվաճելով բեմը, էկրանը և հանդիսատեսի սրտերը։ Այս օրերին Հարութ Արշակյանը նկարահանվում է մեծ հետաքրքրություն վայելող «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոսին Հայկին։ Հայկի կերպարը բազմաշերտ է, խորը, լի ներքին պայքարով, արժեհամակարգով ու մարդկային հակասություններով։ Այս դերը Հարութի համար ոչ միայն հերթական դերասանական փորձն է, այլև կարևոր քայլ որպես դերասան նոր մակարդակի վրա ինքն իրեն բացահայտելու համար։ Հարութը կերպարին մոտեցել է մեծ պատասխանատվությամբ, նրա խաղում զգացվում է ոչ միայն դերասանական տեխնիկան, այլև մարդկային անկեղծությունը, ներքին ապրումը, որը փոխանցվում է էկրանից այն կողմ։ Հայկը սերիալում հանդես է գալիս որպես ուժեղ, բայց զգայուն կերպար, մարդ, ով կանգնած է կյանքի բարդ ընտրությունների առջև։ Հենց այդ հոգեբանական խորությունն էլ կերպարը դարձնում է կենդանի ու վստահելի, իսկ Հարութ Արշակյանի խաղը համոզիչ ու հիշվող։ Սակայն ստեղծագործական հաջողություններին զուգահեռ Հարութ Արշակյանի կյանքում տեղի են ունեցել նաև կարևոր փոփոխություններ անձնական կյանքում։ Նա ամուսնացած է և իր կնոջ հետ կազմել է ներդաշնակ ու ջերմ ընտանիք։ Չնայած Հարութը նախընտրում է անձնական կյանքը հեռու պահել ավելորդ հրապարակայնությունից, նրա խոսքերից ու վերաբերմունքից ակնհայտ է՝ ընտանիքը նրա համար հենարան է, ներշնչման աղբյուր և ուժի մեծ աղբյուր։ Վերջերս Հարութ Արշակյանի կյանքում տեղի ունեցավ ամենահուզիչ ու երջանիկ իրադարձություններից մեկը՝ նա դարձավ հայր։ Լույս աշխարհ եկավ նրա դուստրը նոր կյանքի, նոր հույսերի ու նոր զգացմունքների սկիզբ դառնալով երիտասարդ արտիստի համար։ Հայր դառնալու պահը Հարութի կյանքում բացեց մի նոր էջ՝ լի պատասխանատվությամբ, սիրով ու անսահման երջանկությամբ։ Մոտ մարդկանց խոսքով Հարութը մեծ նրբանկատությամբ ու հոգատարությամբ է մոտենում հայրության դերին։ Նրա կյանքում առաջնահերթությունները կարծես ավելի հստակ են դարձել, իսկ ստեղծագործական աշխատանքում զգացվում է ավելի զգացմունքայնությունն ու հասունությունը։ Դուստրը դարձել է նրա կյանքի ամենամեծ ներշնչանքը և հենց այդ զգացումն է, որ արտացոլվում է նաև նրա արվեստում։ Հարութ Արշակյանի համար ընտանիքը երբեք խոչընդոտ չի եղել ստեղծագործական ճանապարհին, հակառակը դարձել է շարժիչ ուժ։ Կնոջ աջակցությունն ու ընտանեկան ջերմ մթնոլորտը նրան օգնում են հավասարակշռել բարդ գրաֆիկը, նկարահանումներն ու բեմական աշխատանքները։ Նա հաճախ ընդգծում է, որ իրական հաջողությունը սկսվում է ներքին խաղաղությունից, իսկ այդ խաղաղությունը նա գտնում է իր ընտանիքում։ Այսօր Հարութ Արշակյանը գտնվում է կյանքի մի փուլում, որտեղ ստեղծագործական աճն ու անձնական երջանկությունը զուգահեռ են ընթանում։ Նա շարունակում է զարգանալ որպես երգիչ և դերասան, նոր ծրագրեր ունի թե երաժշտության, թե հեռուստասերիալների ոլորտում և վստահ է՝ ամեն ինչ դեռ առջևում է։ «Հարսնաձորի լեգենդը» սերիալում Հայկի կերպարը, հայր դառնալու երջանկությունը և ընտանիքի ջերմությունը Հարութ Արշակյանի կյանքում միահյուսվել են մեկ ամբողջության մեջ։ Սա այն ճանապարհն է, որտեղ ցանկությունը վերածվում է նպատակի, իսկ նպատակն իրականության։ Եվ վստահաբար կարելի է ասել՝ Հարութ Արշակյանի մասին դեռ շատ ենք լսելու թե էկրանին, թե բեմում, և ամենակարևորը՝ նրա կյանքի ամենագեղեցիկ դերերից մեկն արդեն սկսվել է իրական կյանքում՝ հայր լինելու դերը։ Հարութ Արշակյանի գեղեցկուհի կինը Քնարն էր, ում հետ նրանք ամուսնացան ու գեղեցիկ հարսանեկան արարողություն կազմակերպեցին։ Հարսանիքը մեծ արձագանք ստացավ հանրության և համացանցի կողմից, իսկ Քնարի ներկայությունն ու բնական գեղեցկությունն առանձնացրել էր նրան որպես սիրելի և արժանի կյանքի ուղեկից։ Նրա կինը Քնարը որակվում է որպես գեղեցկուհի, համեստ և սիրված անձ, ում հետ Հարութը սկսել է նոր կյանքի գլուխ՝ ամուսնանալով և մեկնելով իրենց մեղրամիսը Շրի Լանկա։ Իսկ այժմ նրանք համատեղ մեծացնում են իրենց առայժմ միակ փոքրիկ դստերը։ Նշենք, որ Հարութ Արշակյանը նկարահանվել է նաև Ելենա Արշակյանի «Շնորհավոր աղջիկ է» ֆիլմում՝ մարմնավորելով գլխավոր հերոսին Արմենին։ Արմենն Աննայի ամուսինն է, ապագա բժիշկ։ Աննային մարմնավորում է դերասանուհի Անահիտ Մանուկյանը։ Աղջիկ երեխայից ազատվելու սխալ որոշումը նրա համար դառնում է կյանքի ամենամեծ դասը։
Ինձ համար երեխայի սեռն ընդհանրապես կապ չունի, շատ ցավալի թեմա է իրականում ֆիլմում արծարծվում: Այս ֆիլմը հնարավորություն է մարդկանց ուղեղում սերմանել, որ այդ քայլին չպիտի գնալ ոչ մի պարագայում, որովհետև երեխան Աստծո կողմից է ուղարկվում քո ընտանիք: Ինձ համար դա աբսուրդ է: Կուզեի այդ մեսիջը հասներ մարդկանց ու ամենակարևոր բանը երեխայի առողջությունն է»,- նշել էր սիրված դերասանը: